անկեղծ ասած իմ տեսնելով չի, բժշկական հասարակությունը արդեն տևական ժամանակ է բազմաթիվ խնդիրներ է արձանագրում, սկսած տեխնիկական համակարգի խափանումներից եւ վերջացրած ի վերջո վարչատրության պակասով, որովհետեւ այն վարչատրությունը, որը որ նախատեսված է բուժաշխատողների համար, դա ծիծաղելի է, նույնիսկ ծիծաղելի է, չեմ ասում ամոթ է, ծիծաղելի է, որտեղ նման գումարներով նման պատասխանատվության տակ բուժաշխատողները չպետք է մտնեն, որովհետև ամբողջ աշխարհում բժշկի պատասխանատվությունից ավել պատասխանատվություն գոյություն չունի, հավանաբար երևի ինքնաթիռի բաները, օդաչուներն են, որ այդքան պատասխանատվություն են վերցնում։ Իսկ խնդիրները բազմազան են, սկսած պացիենտի օրենքով ամրագրված իրավունքների խախտումից եւ վերջացրած, ասենք, իրավական ակտերի մասին օրենքի խախտումով ընդունված օրենք է։ Խնդիրը ինչու՞մն է կայանում։ Մենք փորձագետական այս համայնքով հակված ենք, որ պետքա լինի ապահովագրություն եւ դա շատ կարևոր է Հայաստանի համար, Հայաստանի բնակչության համար։ Ամենևին տպավորություն չստեղծվի, որ այս քննարկումը կամ այդ գրառումները Facebook-ում, որոնք որ կան, իրանք ուղղված են նրան, որ համակարգը խափանվի։ Ոչ, իրանք ուղղված են նրան, որ համակարգը արդյունավետ գործի, որովհետև գլոբալ առումով մեր բնակչությունն է շահելու ամբողջ համակարգի գործունեությունից։ Ու պետքա որ համակարգը արդյունավետ լինի, ոչ թե դառնա բողոքի, ինչ որ ծիծաղի, տրոլինգի կամ ինչ որ նման բաների կեպի կենտրոն։ Իսկ խնդիրները վեր հանելուց հետո, պարոն Գրիգորյան, արդյոք դրանց լուծումները եւս առաջարկում եք։ Իհարկե լուծումները առաջարկում ենք, իհարկե մենք եթե ինչ-որ մի բան քննադատում ենք, փոխարենը մի բան առաջարկում ենք եւ դա միայն ես չեմ, ամբողջ փորձագիտական համայնքը, ովքեր որ իրենց, այսպես ասած, ներդրումը ունեն այսօրվա քննարկմանը, իրենք բոլորն էլ պատրաստ են առաջարկել փոխարենը սա։ Այլ բան է, որ արդյոք կընդունի պետությունը այդ առաջարկները, որովհետեւ կրկնում եմ, առողջապահական համակարգը անհրաժեշտ է մեր բնակչությանը, բայց առողջապահական համակարգը պետք է լինի գործուն, պետք է հարցեր լուծի, ոչ թե նոր հարցեր առաջացնի։ Պարոն Գրիգորյան, ինչու փորձագիտական համայնքի կարծիքը ըստ էության նաև հաշվի չառան ապահովագրության ծրագրի մեկնարկի ժամանակ։ Երևի ավելի բարձր կրթական մակարդակ ունեն, ավելի շատ միջազգային փորձ ունեն։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել իրենց փոխարեն, դա երևի հարցի ասեատերը ես էլ չեմ։ Ավելի ճիշտ կլինի պատկան մարմիններին հարցը ուղղվի, բայց այն, որ հաշվի չի առնվել փորձագիտական համայնքի բազմաթիվ քննադատությունները, խորհուրդները եւ այլն, դա փաստ է։ Նույնիսկ առհասարակ առողջապահության հետ կապ չունեցող կառույցներից, ֆինանսական կառույցներից վերլուծություն էին հրապարակել, որ այս ձևով ներդրված առողջապահական համակարգը զուտ փակելու է շուկան, զուտ նպաստելու է բնական մոնոպոլիայի ձևավորմանը եւ դա ես չեմ ասում, դա ամբողջ աշխարհն է ասում, առհասարակ պետությունը որպես հիմնադրամի կառավարիչ, որպես ընկերության կառավարիչ, լավ կառավարիչ չի ու մոնոպոլիզացնել մի կառույցի մեջ դնել այդ ամենը ու տալ պետությանը կառավարման, ես օրինակ համակարծիք չեմ դրա հետ։ Գրիգորյան, նախարարի խոսքով վիրաբույժները անհնար է, որ քիչ աշխատավարձ ստանան, չնայած նրանք ահազանգում են, որ ապահովագրության ներդրմամբ իրենց աշխատավարձը բավականին քչացել է, հիմա ո՞րն է պատկերը իրական։ Բնականաբար քչացել է, ըստ իրենց հաշվարկի, բուժաշխատողի աշխատավարձը շեշտակի քչացել է։ Ինչ վերաբերվում է նախարարի խոսքին, ես չեմ ուզում մեկնաբանեմ նախարարի խոսքը, որովհետև գիտեք, խոսքը պետք է հիմք ունենա։ Խոսքը պետք է կոմպետենտ լինի, խոսքը պետք է այդ խոսքի տակը պետք է հաշվարկ դրած լինի, պետք է ինչ-որ միջազգային փորձ դրված լինի։ Հիմա եթե մենք խոսում ենք, որ X գումար տրամադրում են, այդ X գումարի 30%-ը գնում է բուժանձնակազմին, այդ 30-ի 55%-ը, այսինքն գումարային 15-16%-ը գնում է վիրաբուժին, կներեք 100,000 դրամից 15,500 դրամ ստացող վիրաբուժը չի կարա որակյալ բուժօգնություն մատուցի։ Առաջի հերթին դա դեմոտիվացիա է, երկրորդ հերթին ոչ պետությունը, ոչ բժշկական կենտրոնների ղեկավարությունը չեն հոգում այն ծախսերը, որ այդ վիրաբուժը գնում է միջազգային շուկայում ինչ-որ նոր բաներ է տեսնում, այլ պրոֆեսորների մոտ վերապատրաստում է այդ գումարները, այդ վիրաբուժն է իր գրպանից ծախսում։ Եվ թող բարի լինեն գոնե բավարար վճարեն, որպեսզի մենք որակյալ առողջապահական համակարգ, որակյալ բուժական պրոցեսներ ունենանք։ Ապահովագրությունը
առհասարակ ֆինանսական գործիք է եւ ընդունված է, որ ապահովագրության ոլորտը վերահսկում է Կենտրոնական բանկը Հայաստանում։ Այս դեպքում ունենք մի վիճակ, երբ առողջապահական ապահովագրությունը իրականացնում է մի հիմնադրամը, ինքը իրականացնում է, ինքն իրեն վերահսկում։ Այս տեսանկյունից ինչ ռիսկեր եք տեսնում։ Բազմաթիվ ռիսկեր եմ տեսնում, այդ քննարկման ընթացքում արդեն մեր փորձագետները ձեզ կբացատրեն բոլոր ռիսկերը, բայց ասեմ հետեւյալը, մեր մոտ դա նոր չի, մեր մոտ արդեն տևական ժամանակ է թե տեսչությունը, թե նախարարությունը, թե բոլոր ստուգող մարմինները նույն հովանոցի տակ են գտնվում եւ մի ձեռքով մենք մշակում ենք քաղաքականություն, մյուս ձեռքով ստուգում ենք քաղաքականությունը, բազմաթիվ անգամ դրա մասին բարձրաձայնվել է եւ որպեսզի չկրկնվենք, եկեք այսօր ավելի շատ նվիրենք ապահովագրական համակարգի գործունեության, այսպես ասած, արդիականացմանը, որպեսզի այդ համակարգը սկսի աշխատել, ոչ թե այդ համակարգը մնա թղթի վրա գրած, ինչպես բազմաթիվ համակարգեր են մնացել։ Օրինակ ի՞նչն է խանգարում դրա աշխատելուն։ Շատ կոմպոնենտներ, սկսած բժիշկի աշխատավարձից, վերջացրած Արմետ համակարգի տեխնիկական թերացումներից։ Շատ բան է խանգարում։ Գնացուցակները չկան բուժկենտրոնների կեսում, դա է խանգարում, շատ կոդեր չկան բուժկենտրոնների կեսում, դա է շատ խանգարում, այնքան խանգարող բաներ կան, որ թվարկելով կարող եմ մինչև երեկո մնանք այստեղ։ Մի հատ բարձ հարց էլի, հասարակ քաղաքացու համար հասանելի է այն ծառայությունների ցանկը, որը ինքը կարող է ստանալ ապահովագրությամբ, մանրամասնորեն։ Այո, հասարակ քաղաքացիների համար հասանելի է այդ ծառայությունների ցանկը, որը որ սպասարկվում է բժիշկների գթասրտության եւ մասնագիտությանը նվիրվածության պատճառով, դեռևս սպասարկվում է, բայց երկարատև այսպես շարունակելու պարագայում բժիշկներն էլ այսպես ասած ի վերջո կկողմնորոշվեն, որ պետք չի այդ պատասխանատվությունը կոպեկներով ստանձնել։ Մի հարց էլ այսօրվա հանդիպման որպես ամփոփում, հա, դուք ինչ եք պատրաստվում անել, առաջարկ եք տալու, չգիտեմ, պահանջ եք ներկայացնելու, ինչ եք պատրաստվում։ Դեռևս ամփոփման մասին խոսելը շուտ է, բայց հակված ենք հետևյալ մեխանիզմով աշխատենք։ Փորձագետները իրենց դիրքորոշումները, կարծիքները, խորհուրդները կտան, ինչից հետո մենք դա կխմբագրենք, կկազմենք առաջարկների փաթեթ, կուղարկենք համապատասխան մարմիններին։ Եթե դա Աստված, այդ համապատասխան մարմինները ականջալուր լինեն, շտկեն այդ բացերը, մենք մեծ սիրով կսկսենք գովերքել առողջության ապահովագրության համակարգը։ Բայց եթե չշտկեն, լինելով բժշկական համայնքի ներկայացուցիչ, լինելով այս երկրում աշխատող ամենօրյա գործանող պրակտիկ բժիշկ, մենք բնականաբար միջոցներ ենք ձեռնարկելու, որոնց մասին հետագայում ավելի մանրամասն կպատմենք։